Այս ինչա սենյակի վիճակը, ոնց որ խոզելն ես, ամբողջ օրը թափում, կեղտոտում, չես կարող սենյակը հավաքել, այս խաղալիքներ չես կարող միտեղ դնել, կարգավորի սենյակը։ Մոտավորապես այսպես են ծնողները վերաբերվում, երբ տեսնում են, որ երեխան թափվել է սենյակը եւ այն չի հավաքում։ Ինչն է այս վերաբերմունքի հետ կապված խնդիրը։ Առաջինը ծնողը վիրավորում ու անհարգալից վերաբերմունք է ցույց տալիս երեխային, այսպիսով դադարեցնում համագործակցային հարաբերությունները միմյանց միջև։ Սրանից հետո, երբ երեխային դուք վիրավորում եք, երեխայի համար դժվար է լսել, ընկալել եւ հասկանալ ձեր ասածը, ու մնաց թե հետեւել ձեր խորհուրդներին, լավ։ Ուրեմն դա առաջին սխալը։ Երկրորդը, ուրեմն երեխային դուք միայն տալիս եք, այսպես ասած, անուններ, թե նա ինչպիսին է, սակայն չեք ասում այն, թե ինչ եք դուք սպասում իրենից եւ ինչ եք ուզում տեսնել, որպեսզի ընկալեք, ընդունեք կամ հավանեք նրա վերաբերմունքը։ Եվ երրորդը շատ էմոցիոնալ բարձր ֆոնով է այս ամեն ինչը ասված, համագործակցային ոչինչ չկա, պարզապես հարցակում է երեխայի վրա, լավ։ Ու սա հիմնականում երեխայի մոտ առաջացնում հակահարձակման կամ պաշտպանական այլ բնազդներ, որոնք հաստատ ձեր ասածը անելը չեն, կամ գուցե են, եթե շատ վախենալու եք երեխայի համար եւ նա գիտի, որ հաջորդ քայլով ավելի մեծ վտանգի առաջ է լինել, արագ հավաքելու, լավ։ Մենք այսպիսի հարաբերություններ չենք ուզում երեխաների հետ։ Ուզում ենք լինի համագործակցային խաղաղ հարաբերություններ։ Խաղաղ, որովհետեւ այդ ժամանակ, երբ երեխայի ուղեղը լարված վտանգի սպասելիքով չէ, վտանգի սպասելիքով տարված չէ, այդ ժամանակ նրանց ուղեղը ավելի արագ է աշխատում, ավելի հեշտությամբ է ընկալում տրված առաջադրանքը եւ ավելի հեշտությամբ է խնդիրները լուծում, լավ։ Եվ երկրորդը, երբ նա լարված ագրեսիվ իրավիճակում չէ եւ կռվի նպատակներ չկա, այդ դեպքում նա կարող է հեշտությամբ համագործակցել ձեզ հետ։ Ուրեմն փոխարենը նախորդ այսպես բարգացած վիրավորական արտահայտության կարող եք ասել. նկատում եմ սենյակը շատ թափթփված է, խաղալիքները գետնին են, անկողինը դեռ հավաքած չէ։ Կուզես 10 րոպեից վերադառնամ, այդ ընթացքում անկողինը հավաքի, խաղալիքները տեղավորի։ Միասին դրանից հետո կարող եք մի հետաքրքիր բան անել։ Ինչն է այստեղ ճիշտ, առաջինը հստակ ասում եք, թե ինչն է սխալ, ինչն է վատ սենյակում, լավ, անկողինը եւ խաղալիքները։ Երկրորդը տալիս եք հստակ պլան, թե ինչ կարող է երեխան անել խնդիրը լուծելու համար։ Հավաքիր խաղալիքներդ եւ անկողինդ։ Եվ երրորդը տալիս եք մոտիվացիա։ Դրանից հետո ինչ որ հետաքրքիր բան կարող եք անել միասին։ Սա երեխային օգնում է հստակ տեսնել խնդիրը, դրա լուծումը եւ լուծումից հետո ինչ է գալու։ Մոտիվացիան կա եւ հիմնականում սա ավելի աշխատող տարբերակ է, քան երեխային վիրավորելը, նվաստացնելը եւ նրա վրա բարկանալը։